նախագծից, որ ասեմ, մեր դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել եւ նա ազատվել է աշխատանքից, կուզենայինք հասկանալ նախ եթե նման բան տեղի չի ունեցել, ապա ինչ պատճառներով, որտեղ են ապացույցները։ Մեղադրանք է առաջադրվել, նկատի ունեք իրավական հարթության մեջ է հարցը գտնում, այսինքն դատախազությունն է մեղադրանք առաջադրել։ Չէ, դատախազությունը չի մեղադրանքն առաջադրել, մեղադրանքը առաջադրվել է մարզպետարանի կողմից եւ բացատրվել է, որ տնօրենը քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել եւ հետո արդեն ամսի 17-ին են մեղադրական նամակն են ստացել դպրոցի մելով ամենայն հավանականությամբ, իսկ արդեն 2 օրը այն, որ նա ազատված է աշխատանքից։ Լավ, շատ լավ, եթե հարցը իրավական դաշտում չի, այլ հարց է, այդ դեպքում առաջարկում եմ ուղղակի դուք այն ինչի համար որ հավաքվել եք, տեսա նաև որ դիմում ունեք, առաջարկում եմ դիմումը փոխանցել ինձ, մենք նախարարությունում կուսումնասիրենք եւ քանի որ դպրոցը գտնվում է մարզային ենթակայության ներքո, նաև մարզպետանից պարզաբանում կպահանջենք, կխնդրենք հասկանալու համար ինչն է պատճառը դպրոցի տնօրենին ազատելու, բայց նաև հարգելի գործընկերներ ուզում եմ նշել, որ եւ կրթության մասին օրենքով եւ հանրակրթության մասին օրենքով հստակ ամրագրված է, որ դպրոցը ապաքաղաքական կառույց է եւ դպրոցի տնօրենը կամ վարչատնտեսական համակարգողը քաղաքական զսպվածություն պետք է ունենան եւ որևէ առումով քաղաքական գործընթացներին չմասնակցեն աշխատանքի ժամերին։ Սա ուղղակի գիտություն փոխանցում եմ ձեզ, իսկ դիմումը կուսումնասիրենք մարզի հետ համատեղ։ Ինչ որ դուք ասացիք, որ դպրոցում նման բան տեղի ունենալ չի կարող եւ այլն, ես ինքս էլ տնօրենի հավաստագիր ունեցող անձ եմ, վերապատրաստումն անցել եմ, օրենքներից շատ լավ տեղյակ ենք, ընդ որում ասեմ, որ նմանատիպ որևէ բան մեր դպրոցում բացառված բան է, նմանատիպ բան տեղի չի ունեցել։ Մենք զուտ ուզում ենք այդ անհիմն մեղադրանքը հանել։ Մենք նախարարության դիրքորոշումը հստակ է։ Ես օրենսդրությունը ձեզ ասեցի, իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ ձեր դպրոցի դեպքին, միջև չուսումնասիրենք, որևէ բան ասել չենք կարող։ Հետաբար խնդրում եմ դիմումը փոխանցել ինձ, դուք գնացեք ձեր աշխատանքին, հարգելի գործընկերներ, ճիշտ է արձակուրդային ռեժիմ է, բայց արձակուրդը ավելի շատ սովորողներին է վերաբերում։ Խնդրում եմ գնացեք դպրոց ձեր աշխատանքով զբաղվեք, կուսումնասիրենք մարզի հետ համատեղ, ձեզ կպատասխանենք։ Իսկ պարոն վարչապետին ուղղված մեր դիմումը, էլի դուք եք հանձնելու։ Ես առաջարկում եմ նախարարության ուղղված դիմումը ուսումնասիրել, որից հետո ձեզ պատասխան կուղարկենք, եթե ձեզ չգոհացնի, անհրաժեշտություն կգտնեք, նոր կդիմեք պարոն վարչապետին։ Հանրակրթության վարչությունից եմ, հանրակրթական եւ արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետն եմ։ Սարդարյան Ստալ։ Տեսեք, դուք ուսուցչին ասում եք, որ պիտի իրենք քաղաքական որևէ Չէ, բայց դուք օրինակ կոնկրետ օրինակներ ունեք, երբ ուսուցիչը, դպրոցի տնօրենը մասնավորապես քաղաքական Եթե հարցազրույցի կարիք կա, խնդրում եմ մեր հասարակայնության հետ կապերի վարչության հետ համաձայնեցրեք, խնդրեմ սիրով ինչ-որ ժամ կպայմանավորվենք, խոսենք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ վերադարձեք դպրոց, ինձ էլ կներեք ստեսություն։ Շնորհակալություն։ Առայժմ կարծում եմ դժբախտենք պատասխանին, նոր հետո կդիմենք կառավարությանը, որովհետև եթե մի դեպքը ծածկենք գնա աչք փակենք, կարծում եմ, որ հաջորդներն էլ կհետևեն դրան, եւ մարդկանց լրիվ անմեղ ու անտեղի կազատեն աշխատանքից, ընդ որում հարցը այստեղ միայն աշխատանքից ազատվելը չի, հարցը նրանում է, որ բարի եւ ազնիվ մարդուն ուղղակի առաջադրվում է մեղադրանք, որում ինքը բնավ ոչ մի մեղավորություն չունի։ Ամբողջ ցավը սրանում է, մենք այստեղ անձի խնդիր չենք բարձրաձայնում, մենք ուղղակի ուզում ենք, որ նմանատիպ ազնիվ պարտաճանաչ եւ աշխատասեր մարդուն գոնե հա այդ ասեկոսեներից զերծ պահենք։ Ես հիմա պատկերացնում եմ, որ այդ մարդը աշխատել է Աչմիածնի մի քանի դպրոցներում, որտեղ
հարգանք ունի բոլորի կողմից, անխտիր բոլորի կողմից հարգանք ունի եւ մեծերի, եւ փոքրերի, եւ ուսուցիչների, եւ կուզենայինք, որ գոնե անունը մաքրվի, եթե անգամ աշխատանքի ինքը չվերադառնա։ Շնորհակալություն։